Հայաստանում վճարահաշվարկային ոլորտում թվային տեխնոլոգիաների առաջատար Telcel ընկերությունը 2025 թվականից հանդիսանում է կորիզ կրթական նախագծի գլխավոր գործընկերներից, ինչը հնարավորություն է ընձեռել մաթեմատիկական մրցույթին ընդգրկելու տասնյակ հազարավոր աշակերտների Հայաստանից ու Սփյուռքից։ Ուսուցչի օրը հոկտեմբերի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ամենամեծ կրթական շոու մրցանակաբաշխությունը Կորիզ 2025-ը, որով ամփոփվեցին տարվա ընթացքում անցկացված մրցույթների, այդ թվում Կորիզ Telcel Ֆիզմաթի արդյունքները։ Telcel ընկերության համար կրթությունը եւ ընդհանրապես կրթական նախագծերին աջակցելը եղել է եւ միշտ հիմա էլ կա մեր սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչներից մեկը եւ հատկապես խիստ կարևորում ենք դպրոցական, նախակրթական հատվածներում մեր ներդրումը ունենալու հնարավորությունը, իսկ Կորիզը ընձեռեց մեզ այդ հնարավորությունը եւ կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ լավ կարելի է նորից ասել մեկնարկ է, կրկին մեկնարկ է, որը ժամանակի ընթացքում իր արդյունքները ցույց կտա։ Միգուցե դա կլինի ոչ այս տարի, միգուցե կլինի ոչ մյուս տարի, բայց երբ որ այս երեխաները դառնան արդեն լավ մասնագետներ, արժեք ստեղծեն մեր պետության համար, այսօրվա համար մենք կսկսենք հպարտանալ։ Կորիզ Telcel Ֆիզմաթ մրցույթը բաղկացած է օնլայն եւ օֆլայն փուլերից, որի հաղթողները բացի արժեքավոր նվերներից ամեն տարի հնարավորություն են ստանում արտոնյալ պայմաններով միայն հարցազրույցով ընդունվելու Երևանի Ֆիզմաթ դպրոց։ Մենք խորապես հավատացած ենք, որ մաթեմատիկան պարզապես առարկա չի։ Մաթեմատիկան դա մեր յուրաքանչյուր անձի, կյանքի, գիտելիքի եւ կրթության սկիզբն է։ Եվ մենք միասին հաջողվեցինք տասնյակ հազարավոր աշակերտների խթանել մաթեմատիկայի հանդեպ սեր։ Այսօր Հանրապետության 10 մարզերից եւ Երևանից շուրջ 1184 դպրոցներից տասնյակ հազարավոր աշակերտներից այստեղ են եկել մաթեմատիկայի լավագույններից լավագույնները։ Այս մրցույթը, որը կրում է Կորիզ Telcel Ֆիզմաթ մաթեմատիկական մրցույթ, հաջողված է արդեն այնքանով, որ այսօր մենք կտեսնենք իրական կրթական աստղերին, որոնք բեմի վրա կփայլեն նրանց ուսուցիչները եւ նրանց տնօրենները, որովհետեւ կրթությունը կորիզն է մեր երկրի։ Որպես առաջադեմ ու հաջողության ուրույն բանաձևն ունեցող ընկերություն, Telcel-ում համոզված են, որ կրթությունն ու գիտելիքը մնայուն կապիտալ է, իսկ հաջողության ճանապարհը սկսվում է կրթությունից։ Ընկերությունը Կորիզի հետ համագործակցությամբ իր ներդրումն է ունենում հազարավոր հայ երեխաների, ընդ որում նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս, հասանելի ու հրապուրիչ դարձնելու կրթությունն ու գիտելիքը։ Մենք միասին միավորվեցինք, որպեսզի կարողանանք այս տոնը համահայկական դարձնել, մասշտաբային դարձնել եւ միասին համագործակցության շնորհիվ ասեմ, որ այն արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Մեզ միացել են արդեն շուրջ 40 երկրների Սփյուռքում ապրող երեխաներ, որոնք նույնպես մասնակցում են մրցույթին։ Եվ Կորիզի եւ Telcel ընկերության այդ մեծ հովանոցը, այսպես ասեմ, տվեց հնարավորություն, որպեսզի մենք կարողանանք թակել յուրաքանչյուր ընտանիքի դուռ եւ ասել, որ մաթեմատիկան կարող է հասանելի լինել յուրաքանչյուր երեխայի։ Մրցանակաբաշխության արարողությունը մեկ հարկի տակ էր համախմբել իմ ընկեր Ալենը ընթերցանության մրցույթի, ինչպես նաև Կորիզ առարկայական եւ Կորիզ Telcel Ֆիզմաթ մրցույթի լավագույն մասնակիցներին։ Յուրաքանչյուր անվանակարգում առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած 3-ից 12-րդ դասարանի 10-ական աշակերտ արժանացավ գլխավոր, իսկ շուրջ 300 մասնակից խրախուսական մրցանակների։ Մրցույթի մասին իմացա եղբորիցս, մասնակցեցի Կորիզ մաթեմատիկա մրցույթին ու շատ հետաքրքիր էր, հարցեր շատ հետաքրքիր էին կազմված։ Անցած տարի մասնակցել եմ Կորիզ արմատ մրցույթին, զբաղեցրել եմ երկրորդ տեղը իմ տարիքային կազմի մեջ ու ինձ թվում է Կորիզ մաթեմատիկան ավելի հետաքրքիր էր ինձ համար, քան արմատը։ Երևի դա նրանից էր, որ մաթեմատիկայի հանդեպ ավելի մեծ է սերը, քան ծրագրավորումը։ Խորհուրդ կտամ ընկերներիս էլ, որ մասնակցեն ու կխթանեմ դա ինչ կան կկարողանամ։ Մրցանակաբաշխությանը արժեքավոր նվերներով պարգևատրվեցին նաև հաղթող աշակերտների ուսուցիչները, տնօրեններն ու դպրոցները։ Ողջունում եմ այս կազմակերպության աշխատանքներին,
եւ հիանում եմ այդ աշխատանքներով, որովհետեւ երեխաներին այնպիսի ողջավորություն եւ այնպիսի աշխատասիրություն նպատակասլացություն է հաղորդում այս աշխատանքը, որ ուղղակի բառերով պատմել անհնար է։ Ցանկանում եմ, որ երկար ճանապարհ անցնի եւ մեր հանրապետության երեխաներից բացի ընդգրկի նաեւ բոլոր աշխարհով սփռված հայ համայնքներում գտնվող աշակերտներին։ Կորիզ Թելսել Ֆիզմատ մրցույթի գլխավոր մրցանակակիրները պարգևատրվեցին պլանշետներով, նոթբուքերով, ականջակալներով ու սմարթֆոններով։ Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տոնական համերգային ծրագրով, որն ամփոփվեց Կորիզի հիմներգով։